Եվ մենք ուշադիր նայում ենք մեր վերջին 100 տարվա պատմությանը, մի հետաքրքիր ու շատ կարևոր օրինաչափություն ենք տեսնում։ Տեսնում ենք, որ մենք մեր անկախության համար պայքարել եւ հաղթել ենք այն ժամանակ, երբ ռուսական գործոնը շատ ակտիվ չի եղել կամ ընդհանրապես չի եղել, եւ պարտվել ենք, երբ այն բավականին ակտիվ է եղել կամ գլխավոր դեր է խաղացել։ Օրինակ 1918 թվականի մայիսին մեր մղած հերոսամարտերում մենք հաղթանակներ արձանագրեցինք եւ այդ ժամանակ Ռուսաստանը շատ խառը վիճակում էր, քանի որ դրանից մի տարի առաջ տապալվել էր ցարական Ռուսաստանը եւ իշխանության եկան բոլշևիկները։ Իսկ դրանից 2 տարի հետո 1920 թվականի աշնանը քեմալական զորքերի դեմ մեր անկախության համար մղած պատերազմում մենք պարտվեցինք, քանի որ այդ ճակատում մեր բանակում գործում էին Ռուսաստանի ռազմական ակադեմիաները ավարտած հայ սպաներ, ովքեր կամ ուղիղ Ռուսաստանի գործականներ էին, կամ ուղղակի ազդեցության գործականներ։ Չմոռանանք նաև, որ բոլշևիկյան Ռուսաստանն էր հենց ֆինանսավորել ու զինել քեմալիստներին ընդդեմ Հայաստանի։ Եթե Նժդեհը չլիներ Սյունիքում ու հակաբոլշևիկյան պատերազմ չմղեր հանցավոր Կարմիր բանակի դեմ, ապա Արևելահայաստանը նույն ճակատագրին կարժանանար, ինչ Արևմտյան Հայաստանը։ Այդ դեպքերից մոտ 70 տարի անց սկսվեց Արցախյան ազատագրական պատերազմը, եւ այն մենք հաջողությամբ ավարտեցինք 1994 թվականի մայիսի 12-ին, որովհետեւ Խորհրդային Միությունը նոր էր կործանվել, Ռուսաստանին թողնելով շատ ծանր վիճակում։ Հենց դրա շնորհիվ մենք կարողացանք շունչ քաշել եւ նորից հաղթանակ տանել, բայց ցավոք այդ հաղթանակը չամրագրեցինք թղթի վրա Հայաստանում գործող դավաճան նեոբոլշևիկների պատճառով։ Սակայն դրանից 26 տարի անց մենք դավադրաբար պարտվեցինք 2020 թվականի այսպես կոչված 44-օրյա պատերազմում, քանի որ հատկապես վերջին 25 տարում Ռուսաստանի դիրքերը նորից ամրապնդվել էին այս տարածաշրջանում, ինչպես եղել էր 1920 թվականին։ Հարկավոր է շեշտել, որ առանց Ռուսաստանի թույլտվության եւ նույնիսկ աջակցության ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան Ադրբեջանի հետ միասին չէր կարող Արցախում նման ռազմական գործողություն անել, եւ սա 100%-ով փաստ է։ Ով սա չի ընդունում, պարզապես կտրված է իրականությունից։ Հետևաբար կարող են գալ հետևյալ եզրահանգմանը. երբ ռուսական գործոնը չկա, մենք պայքարում ենք ազատագրական ոգով, մենք կարողանում ենք հաղթել թուրքերին։ Իսկ երբ այն արկա է, եւ մեր բանակում պակաս է այդ ազատագրական ոգին, գործում են մեծամասամբ ռուսամետ քաղաքական գործիչներ, գեներալիտետ եւ կեղծ ընդդիմություն, մենք խայտարակորեն պարտվում ենք։ Այդպիսի աղետալի արդյունք ենք ունենում, որովհետև Կրեմլի ու Հայաստանում նրա հետ համագործակցողների կողմից մեր մեջքին նենգորեն դանակ է խրվում, որից հետո ռուսական զորքերը գալիս են որպես փրկիչներ ու խաղաղություն հաստատողներ։ Թող այս փաստը հիշեն նրանք, ովքեր շարունակում են պնդել, որ առանց Ռուսաստանի մենք չենք կարող թուրքերի դեմ կռվել ու հաղթել, քանի որ պատմությունը եւ իրականությունը մեզ լրիվ հակառակն են ցույց տալիս։